Բարև ձեզ բարեկամներ։ Դե Կիրակին մեզ մոտ վաղուց ընդունված է որպես մշակութային օր եւ Փակ TV-ին հավատարիմ մնալով իր սկզբունքներին այս Կիրակի էլ որոշել է մեր տեսադարանից ձեր ուշադրությանը ներկայացնել մի շատ հետաքրքիր հաղորդում։ Խոսքս վերադարձ կամ նորից բարև հեղինակային ծրագրի մասին է, որի այդ հանդիպումների ժամանակ հյուրընկալել էինք բազմաթիվ հետաքրքիր մշակութային գործիչների։ Այսօր նրանցից մեկի հետ կայացած հանդիպման տեսագրությունն ենք ձեզ ներկայացնելու։ Հանդիպում, որը չնայած արվել է մոտ 2 տասնամյակ առաջ, բայց այն շատ այսպես հաճելի հուշեր է թողել մեր ունկնդիրներից շատերի հիշողության մեջ։ Ես հիմա առաջարկում եմ դիտել այդ հանդիպումը, որից հետո կարծում եմ շատ իսկապես հաճելի հուշերը նորից կթարմացվեն, իսկ ամենակարևորը ձեր բարեկամությունը Փակ TV-ի հետ կդառնա մշտական եւ ամենակարևորը միշտ սպասվող։ Դիտեք։ Բարև ձեզ բարեկամներ, վերադարձ կամ նորից բարև ծրագրի հերթական թողարկումն է եթերում և մենք կրկին ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հին Երևան ռեստորանային համալիրի երևանյան սրահում այսօր ձեզ սպասում է հերթական հաճելի անակնկալը։ Թե ով է լինելու մեր գլխավոր հյուրը, այդ մասին քիչ հետո, երբ դիտենք ավանդույթի համաձայն մեր էկրանին ցուցադրվելիք տեսանյութը։ Սասուն Պասկևիչյանի մասին բոլորից լավ պատմում է հենց ինքը՝ Սասուն Պասկևիչյանը։ Ծնվել եմ 1939 թվականին Երևանում։ Ավտոշարժիչների նորոգման ասպարեզում լավագույն արհեստավորներից մեկի՝ ուստադ Թաթոսի, Թաթևոս Պասկևիչյանի ընտանիքում։ Մինչև դպրոցն ավարտելը, այսինքն 1957 թվականը, երաժշտական որևէ հակում չեմ ունեցել, բայց պատանեկան տարիներին հրապուրվել եմ պարով։ Հիշում եմ մեր ընտանեկան հավաքույթները, վեճերները։ Նվագում էի ակորդեոն, երգում էի ռոք, Էլվիսի երգերից, պարում էի թվիստ եւ այլն։ Մի օր մայրս ասաց. «Այս ասում, հայրդ ասում է, դրանք մարդիկ են, թե վայրենիներ։ Ինչ է, հայկական երգ չկա, որ գազանական պարեր են պարում ու երգում»։ Խեղճ հայրս, եթե հիմա ողջ լիներ եւ հեռուստատեսությամբ տեսներ ռեպն ու բրեյք-դանսը, պատկերացնում եմ այս անգամ ինչ կասեր։ Հայրս սիրում էր մեր ժողովրդական երգերը ու երգում էր, երբ տրամադրությունը լավ էր։ Պոլիտեխնիկի շինարարականում սովորելու վերջին տարիներին լրջացա եւ սկսեցի մեր հայկական երգերից կատարել Սայաթ Նովա եւ Իմ կուռքը, Շերամ։ 70-ականների կեսերից երգերս մեկը մյուսի հետևից ձայնագրվում էին ռադիոյում մեր լավագույն երգիչների կատարմամբ։ Մի անգամ մի լրագրող հարցազրույց վերցրեց ինձնից եւ տվեց այն տարիներին բնորոշ հարցը. «Ընկեր Պասկևիչյան, ինչպես է գործարանում աշխատանքն օգնում ստեղծագործելուն»։ Պատասխանեցի այսպես. «Աշխատանքը ոչ միայն չի օգնում ստեղծագործելուն, այլև խանգարում է։ Ես այդ դեպքում անմիջապես թողնում եմ աշխատանքս, գնում տուն եւ զբաղվում երգ-հորինելով»։ Երբ լրագրողին այդպիսի ոչ կոմունիստական պատասխան տվեցի, համոզված էի, որ ասածս կկտրեն, կմոնտաժեն, բայց ով զարմանք, չէին կտրել։ Մի բան էլ դեռ կրկնեցին հաղորդումը։ Մի անգամ էլ մեր գլխավոր ինժեներն ինձ էր փնտրել, իսկ ես գնացել էի ռադիո ձայնագրության։ Սա էլ վերցրեց ու բողոքեց տնօրենին, թե ես գործի չեմ գալիս։ Տնօրեն Կանդայանն էլ անսպասելի պատասխան տվեց. «Երբ ուզում է գա, երբ ուզում է թող գնա, միայն թե երգեր գրի»։ Նրա երգերը հո իրենը չեն, ժողովրդինն են։ Լույս իջնի Սերգեյ Կանդայանի շիրիմին, իսկական հայ մարդ էր։ Հետո աշխատանքի անցա հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, որպես տնօրեն, կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մելիք Մավիսակալյանի օրոք։ Իմ ստեղծագործական կյանքում մեծ դեր է խաղացել Արմեն Հովհաննիսյանը, որն այն ժամանակ ղեկավարում էր երաժշտական հաղորդումների խմբագրությունը, եւ սկսվեց մեր բարեկամությունը։ Բայց Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո Կենտկոմի մարդկանցից մեկի կարգադրությամբ արգելվեց իմ երգերի հեռարձակումը մինչև 1991 թվականը։ Շնորհակալության մեծ զգացմամբ եմ հիշում,
Ինձ շատ է օգնել եւ հովանավորել ռադիոյի եւ հեռուստատեսության այն տարիների ղեկավար Ստեփան Պողոսյանը։ Եթե 1974 թվականին չլիներ նրա վճռականությունը, հազիվ թե իմ երգերն ընդհանրապես ձայնագրվեին ռադիոյում։ Այսօր վերստին հայրենիքում եմ, արդեն անվերադարձ։ Մեր շնչանքը ոչ թե երկնքից, այլ հայրենի հողից է ուժառնում, իսկ հողը չի խաբում, ինչպես լավ երգը։ Ես իմ տանն եմ եւ հպարտ եմ, որ էլի երգեր եմ գրելու իմ տանը եւ իմ ժողովրդի համար։ Սասուն Պասկևիչյանի մասին դեռ 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգորաթերթում իր հեղինակած այդ զարմանալի Սասունը գողտրիկ հոդվածում հիասքանչ տողեր է գրել մեր մեծագույն մտավորականներից մեկը Արմեն Հովհաննիսյանը։ Սասուն Պասկևիչյան անհատականության ամենաբնորոշ, ամենահատկանշանական կողմը նրա հղացման ու կամքի, նպատակասլացության զուգորդումն է։ Նախապես անիրականալի թվացող ինչ գործել ձեռնարկել է ժամանակի ընթացքում, մշտապես կարողացել է իրականացնել այն։ Իսկ ամենակարևորը երբեք չի խեղել կամ կորցրել մարդկային ազնիվ նկարագիրը, բարության, նվիրումի եւ հավատացյալ հային բնորոշ մյուս բոլոր հատկանիշները։ Հյուրը երկահան, մեր շատ սիրված երկահան Սասուն Պասկևիչյանն է, մարդ, որի հետ կարծում ենք այսօր պիտի հաճելի երեկո անցկացնենք։ Պարոն Պասկևիչյան, բոլորի անունից ձեզ ուզում եմ ողջունել եւ մեր սովորաբար հաղորդումը մենք սկսում ենք ավանդական այսպիսի մի հարցով, որն է տվյալ հաղորդման հերոսի ֆենոմենը։ Նախ կուզենայի լսել կարծիքներ բոլոր այն մարդկանցից, որոնք այսօր տեղ են զբաղեցրել մեր սրահում, եւ իհարկե անպայման նաեւ ձեր կարծիքը։ Հերոստատորներին պիտի ասեմ, որ այսօր շատ հանրահայտ դեմքեր են այստեղ հավաքվել, մարդիկ, որոնք Սասուն Պասկևիչյանի մտերիմ բարեկամներն են, ընկերները, եւ պատահական չէ, որ նրանք հաճույքով եկել են մասնակցելու այս երեկոյին։ Սասուն Պասկևիչյանի որպես արվեստագետի ֆենոմենի մասին խոսելիս ես ուզում եմ մի փոքրիկ նախաբան ասել, ով է արվեստագետը եւ որոնք են այդ չափորոշիչները։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ արվեստագետի համար, ճշմարիտ արվեստագետի համար դա անկեղծությունն է։ Ցանկացած ոլորտում։ Եվ երկրորդ պահը, որ ուզում եմ շեշտարկել, այս վերջերս շատ հաճախ մտածում եմ հայի տեսակի մասին, պահպանվել է այսօր հայի տեսակը կամ ինչ փոփոխություններ է կրել։ Ես կարծում եմ, ովքեր որ ճանաչում են Սասուն Պասկևիչյանին որպես մարդ, որպես արվեստագետ, կարող են վստահորեն ասել, որ Սասուն Պասկևիչյանը այսօրվա հայի տեսակի վառ ներկայացուցիչն է։ Եվ ֆենոմենը հենց այս հայության մեջ է՝ մաքրություն, ազնվություն, անկեղծություն, խելացիություն, բայց ոչ խորամանկություն, մանկան պարզություն, այս բոլոր ուրեմն հատկանիշները բնութագրում են Սասուն Պասկևիչյանին եւ երևի թե Համլետ ջան, մոտավորապես փորձեցի պատասխանել այդ ֆենոմենին, որն է ֆենոմենը Սասուն Պասկևիչյանի։ Սասուն Պասկևիչյան ֆենոմենի մասին պիտի ասեմ հետեւյալը, այդ ֆենոմենը ինձ հետ կապված է ամենից շատ Համուսայյան ֆենոմենի հետ, որովհետև եւ դա երկու եզր ունի։ Առաջինը Համուսայանի հանդիպումները Սասուն Պասկևիչյանի հետ Միացյալ Նահանգներում եւ Համոն երբ որ եկավ, Սասունի մասին շատ բաներ պատմեց, շատ մեծ բաներ, հիացած էր այդ մարդու ընդհանրապես նկարագրի վրա եւ հույս ունեմ, որ դեռ շատ երգեր են ծնվելու։ Եթե մենք խոսենք այդ ֆենոմենից, ես ուրեմն կառանձնացնեմ Սասունի մոտ երկու մտածողություն, այսպես ասած։ Մեկը կերպարային մտածողությունը, մյուսը խոսքի եւ երգի երաժշտության միասնության շատ կարեւորությունը, որը Սասունի երգերը ստեղծագործությունները դարձնում են շատ ավելի կատարյալ, նրանք ժողովրդական են դառնում հենց դրա պատճառով, քանի որ այդ միասնությունն է, որը ստեղծում է այն կերպարը, որը շատ կարևոր է ցանկացած ստեղծագործության համար, ցանկացած դա վերաբերվի երկարվեստին, կերպարվեստին, թե մի արվեստի մի այլ ուղղությանը։ Նա գտնում է այն ստեղծագործությունների մեղեդին, որոնք այնքան էլ հանգավորված չեն, անկանոն են
Եվ այդ առումով դուք հարցրեցիք որն է Սասուն Պասկևիչյանի ֆենոմենը, կավելացնեի մեր ներկաների խոսքին նաև այն, որ ֆենոմենը նաև կայանում է հենց դրանում, որ բարդ է այդ անկանոն բանաստեղծությունների մեղեդին գտնել։ Եվ ես չեմ մտաբերում որևէ մեկ այլ ստեղծագործող, որ կարողանար դա անել։ Պարոն Պասկևիչյան, այնուամենայնիվ որն է Սասուն Պասկևիչյանի ֆենոմենը։ Բավական նոր բաներ իմացա այսօր իմ մասին։ Չի ասի ֆենոմեն, գիտեք։ Պարզապես երևի ես այն մարդկանցից մեկն եմ, որ ինձ է տրված ասելու այդ բանը։ Եթե մենք խոսում ենք երկ գրելու մասին, ապա ես ասենք այդ շնորհքը, որ ասենք երկ գրելու շնորհքը, ես դա վերագրում եմ այն ոգուն, որը մարդիկ անվանում են մուսա, ես դրան անվանում եմ ոգի։ Այդ ոգին տրված է ինձ, միջալոց ոգին կարող է լինել եւ չլինել։ Մի քիչ ծավալվում եմ, այնուամենայնիվ հաճախ գալիս ենք այն հարցի շուրջ, թե որն է հոգին, որն է ոգին, դրանք տարբեր բաներ են, էլի։ Ստեղծագործելու կարողություն դա մի ոգի է, որը գտնվում է մարդու մեջ։ Օրինակ, ինձ ինչ գումարը տան, ես չեմ կարող նկարել։ Այնպես որ ես մի առանձնագիր ֆենոմեն չեմ համարում, պարզապես ինձ տրված է այդ երգ ստեղծելու եւ Աստված պահանջում է, որ ես ստեղծագործեմ, ես ստեղծագործում եմ։ Գիտեք, սովորաբար երբ մեր ծրագրին մասնակցում են հյուրեր, նրանց մեջ քիչ են այնպիսիները, որոնք լավ ճանաչելով տվյալ հաղորդման գլխավոր հյուրին աշխատում են ինչ-որ հետաքրքիր դրվագ ներկայացնել նրա կյանքից, խոսել այդ մարդու մասին։ Եվ այսօր մեզ հետ է այստեղ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, մի անձնավորություն, որը երկար տարիներ ճանաչում է Սասուն Պասկևիչյանին, եւ պարոն Գասպարյան, բնական է մենք հաճույքով կլսենք նաև ձեր կարծիք։ Նախ ես ուզում եմ ողջունել այս հաղորդաշարը։ Մի քիչ հեռվից եմ գալիս, բայց ոչինչ։ Եվ խնդրում եմ չկրճատեք հետո։ Որովհետև սա առիթ է իրար հանդիպելու եւ մեր մտավորականությանը, որոնց շարքերը գնալով նվազում են, տեսնելու, մեծարելու եւ խոսք ասելու։ Սասուն Պասկևիչյանին կրկնակի եմ գնահատում, որովհետև կա արկա հայ, կա հեռակա հայ։ Սասուն Պասկևիչյանը այն, որ ասում են նստած դուրս եկած, գնացած եկած մարդկանցից է, ով հայրենիքի ոգին գիտի եւ հայրենիքի ուժը գիտի, հայրենիքի լեզվի ամեն ինչի։ Շատ բարձր եմ գնահատում, որովհետև մինչև իրեն ճանաչելը Պարուսևակի մի բանաստեղծությամբ հրաշալի երգ էր գրել դու երկու տար, դու հասարակ մի դերանուն, շատ էի հավանել։ Հետո մտերմացանք, միասին գնացել ենք Անի, Կարս, Չարենցի հետքերով։ Յուրաքանչյուր բանաստեղծության մեջ թաքնված է իր երաժշտությունը, իր մետրիկան, ռիթմիկան, կշռույթը, ամեն ինչ կա։ Մնում է գտնելու արտահայտել դա, որովհետև ոչինչ որ ասա ասեմ, երգելը, կատարելը շատ ավելի հեշտ բան է, քան բանաստեղծություն արտասանելը։ Որովհետև արտասանողը պիտի այդ ոգին, այդ ներքին թաքնված մեղեդին հայտնաբերի։ Եվ կարևորում եմ նրա շատ նրբած զգացողությունը, քանի անգամ ու շուտ ժամի զանգ արել է, այս բառը ոնց է, այն բառը ոնց է, այդ տեքստի մեջ այս բառը որտեղ է, այս գրքում էսպես է տպված, արդյոք գիտական հրատարակությունների մեջ էսպես է։ Այս կարգի բաները ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև տեսնում եմ մարդը այսպես այս բառը օգտագործեն ոչինչ, արհեստավարժ է, բարձր եւ նվիրված է իր գործին։ Գնահատում եմ այս ամենը եւ ուրախ եմ, որ հանդիպեցինք, իրար տեսանք եւ առիթ ունենք իրար մասին բարի խոսքեր ասելու։ Բարեկամներիս պիտի ասեմ, որ երևի ժամանակն է, որ մենք լսենք նաև հատվածներ Սասուն Պասկևիչյանի գրած երգերից, այլապես այն հեռուստադիտողները, խոսքս հատկապես նոր սերնդի մասին է, կարող են պարզապես ստույգ պատկերացում չունենալ, թե ի վերջո ինչ ոճի երգեր է գրում մեր սիրելի երգահանը։ Ներիր ինձ մայրի Չէ որ ես քեզ շատ եմ տանջել, թողել հեռացել եմ ու անհետ
միշտ նեղացել եմ, բայց քեզ չեմ մոռացել։ Աշուխ սայաթ նովին աման, ես երկու տախ պիտի ասել, երկեմ պիտի գիշեր ծերեք, ու սրդի խաղ պիտի ասել, ու են սրդի, որ իր խրկում սիրո երկեր ունի ուսել։ Կուզեմ հիմի փչե սորնեն հարբածը իմ ինչև եկուց ամեն մարդուն գերնիմ ու բացալիմ ինչև եկուց Տագնապում էին, տագնապում էին, տագնապում էին։ Դուք ինձ չեք ասի անձմեր հեռու, ինչ էին խոսում իր արականջի, արագիլները չվելուց հետո։ Տերևների պես աշնա Քովարսերն էլ շուտ խամրեց Մայրամուտի շողի պես Սերդ գերեց ու մարեց Եվ դու չիմացար որ քո կորստից մի սիրտ կոտրվեց ու մարեց մի վարսեր Ձմանի շատերը հավանաբար գիտեն, որ երկար տարիներ Սասուն Պասկևիչյանը բնակվել է Միացյալ Նահանգներում, բայց միշտ մնացել է նույն հայը, նույն երևանցի Սասուն Պասկևիչյանը, հայրենիքին նվիրված, իր արվեստին նվիրված։ Այնուամենայնիվ, պարոն Պասկևիչյան, դուք ձեզ համարում եք սփյուռքահայ, թե Սփյուռքում բնակվող հայ։ Երբ որ Սփյուռքի անունն եմ լսում, մի ամբողջ ժամանակաշրջան, սկսած 1980 թվականից առ այսօր, իմ առջև հառնում եմ եւ շատ մտորումների տեղիք է տալիս։ Այսինքն ուզում եմ ասել, որ Հայաստան ասելով մենք նաեւ հասկանում ենք Սփյուռք։ Այնպես որ Սփյուռքը այն միջավայրն է, որը ավելի ճիշտ կլինի ասել արտերկիր, որտեղ ապրում են հայեր։ Երբ որ ասում ենք Սփյուռքահայ, իմ խորին համոզմամբ դա արդեն ճեղքվածք է առաջանում, ոնց որ թե ուրիշ կատեգորիայի հայ է, սա սփյուռքահայ է, սա Հայաստանի հայ է։ Ինչ տարբերություն։ Պարզապես ստացվել է ճակատագիրը այնպես, որ այդ մարդը կոնկրետ հայը մրկավ զարկված մի մասը ապրում է Սփյուռքում։ Ես սփյուռքահայ համոզվածորեն եմ ասում, չեմ համարում եմ սփյուռքաբնակ հայ։ Եվ ճիշտ էլ չեմ համարում, որ բոլորս գանք Հայաստանում ապրենք, հիմա չես կարող գալ Հայաստանում ապրել մի կողմը։ Ուստի օգտագործելով որոշ մարդիկ համարում են չարիք, այդպես էլ կա, բայց ես համարում եմ ինչ որտեղ բարիք, որ ստեղծվեց այդ պայմանները, որ հայության մի մաս ապրում է Սփյուռքում։ Եկեք միասին աշխատենք։ Դուք կիսում եք բոլոր կարծիքները, որ նա հայտնեց սփյուռքահայ, թե Սփյուռքում բնակվող հայ հասկացությունների վերաբերյալ։ Իհարկե կիսում եմ, մենք ընդհանրապես գաղափարակից ենք եւ մի անգամ Սասունը մի առիթով ասեց մենք չենք վիճում, մենք ընդհանրապես բանավիճում ենք եւ իսկապես մենք բանավիճում ենք, բայց գաղափարակից ենք եւ ես կարծում եմ որ այո պետք է ասել սփյուռքաբնակ հայ եւ ոչ թե սփյուռքահայ, որովհետեւ արդեն Լոս Անջելեսում այդ տարանջատումները շատ էին, պարսկահայ, եգիպտահայ, ֆրանսահայ, արգենտինահայ, անverջ այդ ինչ որ երկրների հայերը միանգամից սփյուռքաբնակ հայ։ Ինչ վերաբերում է Սասունին, Սասունի հետ շատ հետաքրքիր է ապրել
ապրելը եւ շատ դժվար է, որովհետեւ ինքը շատ հետաքրքիր անձնավորություն է, էքսցենտրիկ անձնավորություն է, մտքերը իրար էսպես հրմշտում են, մի բան ասում է, հաջորդ պահին մի այլ բան է ասում, արդեն ուղղակի պիտի հասցնես հետևից գնալ, որ տեսնես էլ ինչ, չգիտեմ, ինձ համար բոլոր այս տարիները, որ մենք ապրել ենք եւ ապրում ենք միասին, եւ Աստված տա որ երկար ապրենք, ես կարծում եմ, որ ես բախտավոր կին եմ, որովհետև եւ երջանիկ, որովհետև Սասունը իմ ամեն մի օրը այսպես ուրախության եւ երջանկության պահ է դարձրել։ Իհարկե ունի նաեւ իր բազմաթիվ դերությունները, ինչպես յուրաքանչյուրս ինչպես ունենք, բայց դրանք հարթվում են եւ քանի որ մեր ընտանիքը սիրո հիմքի վրա է կառուցված։ Հրաշալի մարդիկ են մեծանում ձեր ընտանիքում, ես համոզված եմ, որ նրանք կշարունակեն այդ հրաշալի ընտանիքի հրաշալի ավանդույթները, բայց գիտեք, այսօր մեր այս սեղանների շուրջ կարող են նստած լինել մարդիկ, որոնց հիմա մենք պիտի լսենք, որոնք ավաղ այլևս մեր կողքին չեն, բայց մենք ունենք տեսանյութեր եւ դրա շնորհիվ կարող ենք վերապրել նրանց ներկայությունը։ Խնդրեմ։ Մեր սիրելի Սասունս, որ մեր Հայաստանից հեռացավ, ամբողջ հայ ժողովուրդը տխրեց, որովհետև շատ կապնված էինք մենք իրեն հետ, իր երաժշտության հետ, իր երգերի հետ, այդ ինչ երգեր էր գրում, այդ ինչ գործ էր կատարում, ու հանկարծ մեկ էլ սենց հեռացավ, շատ բան դու տեսար, շատ հոգսեր տեսար, շատ ցավեր տեսար, շատ մարդկություն տեսար, դժվարություններ տեսար, եւ այդ դժվարության մեջ է ծնվում երաժշտությունը։ Ամեն մի երաժշտությունը իր պար է։ Ես վերցնելու եմ այս բոլոր երաժշտությունները եւ պար պետք է բեմադրեմ։ Այդ փոքրիկ մինիատյուրնի, այն փոքրիկ որ ասում են մինիատյուրնի համարներ 3 հոգանոց, 5 հոգանոց, 6 հոգանոց, 7 հոգանոց։ Իմիջիալից բոլոր այն երգերը, ինչքան երգեր կան, ով որ երգում է, ինչ երգիչ երգում է, լավ երգիչները, բոլորը դա կարելի է պարսարկել։ Ես գտնում եմ, որ Սասուն Պասկևիչյանի բոլոր երգերը շատ գեղեցիկ ձևով են գրված։ Ինքը հասկանում է եւ խոսքերի իմաստը եւ երաժշտությունը ճիշտ է հորինում այդ երգերի տեքստից ելնելով։ Սասուն Պասկևիչյանը մեր լավագույն ստեղծագործողներից մեկն է։ Նրա հայրիմը եւ մայրիկիս երգը ինձ շատ են հուզել։ Սրտանց եմ երգել, հոգիս դրել եմ այդ երգի մեջ, ինչպես ինքը կուզենար, թող հավերժ ապրի Սասուն Պասկևիչյանը, թող երգերը հավերժ ապրեն, եւ ես համոզված եմ, որ անպայման Սասուն Պասկևիչյանը մի օր նորեն կվերադառնա հայրենիք եւ իր երգերը նորեն կփայլեն, նոր երգերը։ Что
թեթև թող լինի Պարոն Պասկևիչյան, հրաշալի անձնավորությունների լսեցինք։ Ցավոք, նրանք այլևս մեր կողքին չեն, հրաժեշտ են տվել երկրային կյանքին, հանրապետության ժողովրդական արտիստներ Մանուշ Խանավերյան, Հովհաննես Բադալյան, Բելա Դարպինյան, բայց մնացել է նրանց խոսքը, նրանց երգը։ Եվ ես նկատեցի, որ երբ լսում էիք հատկապես Բելա Դարպինյանի կատարումը, ձեր աչքերին թախիծ կար եւ հասկանում եմ ձեր հուզմունքը։ Ավելի շատ հոգում էր թախիծը, որովհետև Բելա Դարպինյանը մեր հպարտությունն է, մեր ազգային հպարտությունն է երաժշտակ, հատկապես նկատի ունեմ երաժշտության երկարվեստի բնագավառում, անզուգական իսկապես անձնավորություն էր, որպես անձնավորություն։ Իսկապես Բելայի հետ հանդիպումը ճակատագրական եղավ, նմանատիպ հաղորդումը հնարավորություն չի տալիս ավելի ընդարձակվելու, այնուամենայնիվ Բելա Դարպինյանը այս երգը կատարել է, ծանագրել 1974 թվականին և չեն իմացել հեղինակն ով է։ Եվ դա առաջի անգամ հաղորդվեց որպես ժողովրդական երգ։ Դրա համար ես երբեմն մեծամտաբար ասում եմ, որ ինձ վաստակավորի կոչուն տան, ես չեմ համաձայնում, որովհետև ես դեռևս 74 թվականին ժողովրդականն եմ։ Սիրելի բարեկամներ, ասացի, որ այսօր մեր հանդիպանը ներկա են Սասուն Պասկևիչյանի մտերիմ բարեկամներից շատերը, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր շատ սիրված մտավորականներից մի քանիսին ևս Սամվել Սևադային, որը ինչպես միշտ այսօր էլ Սասուն Պասկևիչյանի կողքին է, նրա հետ, մեր շատ սիրելի դերասանուհուն Տիկին Կոզակյանին եւ Ֆերդինանդ Արաքելյանին, մարդիկ, որոնք երկար տարիներ ճանաչում են Սասուն Պասկևիչյանին եւ մենք հաճույքով կլսենք նաեւ նրանց։ Ես ուզում եմ խոսել Սասունի մասին որպես ընկեր, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես անմնացորդ նվիրված իսկապես իր հայրենիքին, ես նման բաներ չեմ սիրում խոսել, բայց ես եմ պահանջում, որ պետք է ասեմ այն ինչին, որ ես ականատես եմ եղել երկար տարիներ Միացյալ Նահանգներում։ Ուրեմն շատ տարիներ առաջ Միացյալ Նահանգներում ապրիլի 1-ն էր, դե խաբելու օրն էր։ Սասունը ինձ զանգեց, ասեց շուտ արի ասեց, բանը Լևոն Ախվերդյանն եկել է մեր տուն, խորովածն արդեն պատրաստ է, շուտ արի հասի։ Ասեցի լավ, գալիս եմ, բայց չգիտեմ ինչի չգնացի, ուշացա, որպեսզի արդարացնեմ ուշանալս, զանգեցի, ասի Սասուն ջան, ասի, եկել եմ մնացել եմ ճանապարհին։ Ավտոս փչացել է։ Բան ասեց, որտեղ ես։ Ասի 200, չգիտեմ 17 ֆրիվեյի եւ չգիտեմ որ ֆրիվեյի անկյունում։ Բան ասեց, հեսա գալիս եմ։ Ուրեմն հյուրերին թողնում է, ավտոն նստում քշում գալիս է։ Գալիս պտտվում է այդ բոլոր տեղերը չի գտնում։ Ինձ նորից մի քիչ հետո նորից է զանգում, ասում է չգիտա որտեղ ես այդտեղ բան ասի այմեր դուտեղ եմ չնկատեցիր երկրորդ անգամ է թողնում հյուրերին նորից գալիս է որ ընկերոջը գտնի ես իհարկե անշնորհակաբար ուշացած գնացի Գայանային ասեցի Գայանեն ասեց հանկարծ չիմանա ասեց չասեց իրան ինքը որովհետև մի քիչ շուտ է եղանում մի քիչ խռովել էր ինձնից ես էլ ասի դե լավ խռովել անցավ մի ժամանակ զանգեցի մեր տուն երեխեքին ասեցի երեխեք տանն եք մաման ուրա ասեցին Սասուն Պասկևիչյանի ծնունդին ենք գնացել ասեցի հա Վեր կացա ես էլ գնացի, ասի լավ, իսկական բարիշելու ժամանակն է։ Գնացի մտա, տեսա պարում են, ես էլ սենց ձեռքերս տնկեցի սիրուն պարելով, տենց գնացի, մեկ էլ ընկերս որ ինձ տեսավ, աչքերը լսվեց, եկավ փաթաթվեց ինձ։ Մի խոսքով այդպես զարմանալի ընկերություն կար։ Եվ ուզում եմ մեկ էլ շեշտեմ մի շատ կարևոր բան։ Երկար տարիներ իր ճկնաղ Գայանեի հետ հեռուստատեսություն էին ստեղծել Միացյալ Նահանգներում, Հայաստան հեռուստաժամը նշանավոր, շատ մեծ ժողովրդականություն վայելող որով տարածում են ոչ միայն արվեստը, ոչ միայն արվեստագետներին էին մեծարում ու ճանաչել տալիս ժողովրդին, այլև Սասունը նաև իր քաղաքացիական վարքը դրանով էր դրսևորում։ Կարողանում էր իր ասելիքը, բայց երբեք ինքը ոչ մի անգամ էկրանին չերևաց։ Գայանն էր իհարկե վարում, բայց Սասունը հսկայածավալ աշխատանք տարավ Սփյուռքի տարածքում նվիրված մայր հայրենիքին։ Ուզում եմ ասել իր սքանչելի ընտանիքի մասին, որոնց շատ սիրում եմ Գայանեն, Թևիկը եւ Սասնուհին, հրաշալի մի ընտանիք, որի հետ մենք ընտանիքներով երկար տարիներ եւ մինչեւ հիմա բարեկամություն ենք անում։ Ես եմ շատ ուրախ ու շնորհակալ, որ այսօր ձեզ հետ եմ մանավանդ առիթը Սասունն է Պասկևիչյան եւ իր հաճելի ընտանիքը։
ես կուզենայի պարոն Գասպարյանի խոսքը շարունակել այն իմաստով, որ շատ գեղեցիկ հաղորդում է։ Ինտիմ, մտերմիկ, ջերմ եւ այն արվեստագետները, որոնք կարծես չէի ասի մոռացված, որը պիտի ճանաչի այն մարդկանց, խնդրում եմ մի ուշացեք։ Պարոն Ղուշյան, արագացրեք, կան արժանավորներ, որոնք պիտի լինեն այստեղ, որոնց մասին պիտի խոսվի, որոնց նոր սերունդը իսկապես պիտի ճանաչի։ Ես շատ առիթներով խոսում եմ իմ ուսանողների հետ, ասում եմ մեր արվեստագետների անուններ, որոնք իսկապես գրված են ոսկե տառերով, հիշարժան մարդիկ, ցավոք չգիտեն, տեղյակ չեն։ Այն նմանատիպ հաղորդումները պետք է լրացնեն, այդ բացը։ Մեր երեկոներին, վեճերներին երգում էինք այո Սասունի երգերը եւ չէինք ընդգծում, չէինք մտաբերում հեղինակին։ Դեռ 70-ական, 60-ականների վերջին 70-ականներից դուք արդեն վայելել եք ժողովրդականություն եւ սիրվել են ձեր երգերը։ Ես հիմա չգիտեմ, կուզեի մի փոքրիկ բան կարդալ։ Ընդունեք դա իմ սրտի խոսքը։ Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ ու ես անտեր մնամ։ Ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ ու քեզ ընկեր մնամ։ Դու իմ արևն առար ու ուզեցիր, որ ես շնորհակալ լինեմ։ Ես անարև մնամ, բայց քո բախտի համար արևագալ լինեմ։ Դու ուզեցիր, որ ես թողնեմ ու գնամ, բայց եւ քոնը լինեմ։ Արցունքի մեջ մնամ, ու սրքի մեջ մնամ, ու քո տոնը լինեմ։ Դու ուզեցիր, որ ես փոխվեմ 1000 անգամ, բայց եւ հինը լինեմ։ Քեզ ուրիշին տվիր, ու չուզեցիր անգամ, որ ես իմը լինեմ։ Դու ուզեցիր, որ ինձ քո մեղքերով չափեմ ու մեղքի տակ մնամ։ Քո մեղքերի վրա իմ աչքերը փակեմ ու անգիտակ մնամ։ Գուշակեցեք, խնդրեմ, մարգարեներ, հիմա ես ձեր ճորտը լինեմ։ Միջև երբ պիտի ես իմ տան մեջ միակ ավելորդը լինեմ։ Շնորհակալություն։ Աշիկի Թիրիզայից հետո շատ դժվար է իհարկե ինչ-որ նոր բան ասել, բայց Ֆերդինանդ Առաքելյանը պիտի փորձի դա անել։ Անկեղծ ասած շնորհակալ եմ Համրետ ջան, որ դու ինձ հրավիրել ես։ Քանի որ Փիրուզյան Համուսայանով եկավ, ես էլ կուզենայի գալ։ Չեմ ուզում Սասունի մասին որպես ընկեր խոսել, այնքան ասվեց։ Սասունի արվեստը քանդում է մարդկանց հոգին, այդ թվում նաև իմ հոգին։ Հատկապես մի երգ կա, որի մասին կուզենամ երկու բառ ասել։ Ինչ էին շնչում իրար ականջին առաքելները թռիչքից առաջ։ Համոսայանը կա եւ մնում է մեծագույն բանաստեղծներից մեկը հայ ժողովրդի, բայց դու այնքան գեղեցիկ տոնայնությամբ ելևեջներով տարար այդ երգը եւ շատ գեղեցիկ կատարում էր մեր գեղեցկուհին, որ քանդեց իմ հոգին։ Ես հայ եմ ամեն ինչով իմ խառնվածքով, ես գտել եմ այդ պատասխանը, որ դու էլ էիր փնտրում, ինչ էին շշնջում իր ականջին առաքելները։ Նրանք չէին ուզում թռչել ու գնալ։ Նրանք ուզում էին մնալ այս հողի վրա։ Իրենց ապուպապերն էլ են այստեղ մեծացել։ Նրանք վկա են այն ամենին, ինչ տեսել է այս հողը մեր։ Նրանք տեսել են, թե ինչպես փոխրեց աղի արցունքից, հնձորի քրտինքից այս հողը մեր։ Նրանք տեսել են գաղթը։ Նրանք տեսել են այն մեծ եղեռնը, որը գնաց միջև դրզնին։ Նրանք վերևից տեսան անմեղ զոհերին, որոնք ճչում են, բայց մենք չենք լսում։ Խլացել է մարդկային քաղաքակրթությունը ամբողջ։ Առաքելները այդ էին շշնջում իրար ականջին։ Ես շնորհակալ եմ Սասուն ջան։ Շնորհակալ եմ, որտեղ քո արվեստը նման է այն ծխին, որ հազարաշեմ սևացած տանիքից գնում է վերև, խոնացած պատերից, այն մագաղատներից, որ անցել են մեր տարածքով, եկե հասել են այստեղ, այսօղը նարեկ է տվել, քուչակ է տվել, ռոսլին է տվել, այսօղը տրթատ է տվել,
որ կառուցել է մի ամբողջանի, որը քանդված 10 դար կանգնած է եւ նա չի փլսվում, որպես բողոք տգիտության դեմ եւ որպես վկա քաղաքակրթության։ Այս է դու քո երաժշտությամբ տալիս մեզ։ Շնորհակալ եմ քեզանից Սասուն, ես սիրում եմ քեզ։ Սիրելի բարեկամներ, իհարկե Սասուն Պասկևիչյանի երգերը շատ ինքնատիպ են, շատ հոգեարազատ, բայց գիտեք, այնքան էլ հեշտ չէ ստեղծագործել մեր դասականների ստեղծագործությունների վրա գրված երգեր ստեղծել, այն էլ բարձր որակի, բարձր ճաշակի, բայց դա Սասուն Պասկևիչյանին հաջողվել է։ Խոսքի ընտրությունը, տեքստի ընտրությունը, երաժշտության այդ ամենի համատեղումը շատ հրաշալի է ստացվում պարոն Պասկևիչյանի մոտ, բայց մինչ նա կպատասխանի այս եւ մի քանի այլ հարցերի, կուզենայի, որ այդ մասին խոսեր նաեւ մեր Ֆելիքս Արամյանը, մեր լավագույն հնչյունային ռեժիսորներից մեկը, որը ինչպես ասացի շատ լավ է ճանաչում Սասուն Պասկևիչյանին, եւ նա էլ կարծում եմ կիսում է այն կարծիքը, որ այնքան էլ դյուրին չէ մեր դասականների ստեղծագործությունների հիման վրա ստեղծել բարձրաժեք գործեր։ 80-ական թվականների սկզբներին Սասուն Պասկևիչյանը տեղափոխվեց Ամերիկա։ Տեղափոխվեց Ամերիկա եւ նրա գնալուց հետո ամիջապես ռադիոյի ձայնադարանում Սասունի երգերը դրեցին փականքի տակ։ Ձայնադարանից ոչ մի երգ չէր հաղորդվում, բացի Ֆելիքս Արամյանի ֆոնդից։ Ես էլ տալիս էի միայն Մայակ ռադիոկայանի Սասուն Պասկևիչյանի եւ Արմեն Մանդակունյանի գործերը, եւ Մայակը միշտ հաղորդում էր։ Եվ ինչ մի դիպված եղավ դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարն էի ես այն ժամանակ, Հրաչյա Ղափանյանը բեմադրեց Վարդգես Պետրոսյանի հայկական էսքիզներ պիեսը եւ այդ պիեսի երաժշտական մեկնաբանության մեջ ես օգտագործեցի Սասունի մի հեռացար երգը, որ լսեցինք քիչ առաջ Բելա Դարփինյանի կատարմամբ, ջութակով կատարում էր Կարոն։ Եվ այդ ձայնագրությունը ներկայացման լեյտմոտիվն էր դարել, ներկայացման հաջողություններից մեկն էր համարվում եւ որպես օրենք Կենտկոմի իդեոլոգիայի գծով երկրորդ քարտուղարը եկել էր թատրոն ներկայացումը նայելու դե Վարդգես Պետրոսյան, Հրաչյա Ղափանյան ներկայացումը նայելուց հետո շատ գոված ներկայացումը ես անունը չեմ ուզում տամ, որտեղ վաղամերիկ է գոված հետո ասեց գիտեք ինչ կա այնքան հաճելի է երաժշտությունը լսելը Ես ուզում եի ասել, որ դա Սասունի երգի վրա գրած երաժշտությունն է, Հրաչիկ ասեց, մի ասա, այդ մռակաբեծ ներկայացումը կփակի։ Մի ուրիշ բան եմ ուզում ասել, Սասունի տանը Ամերիկայում հյուրընկալվել են բոլոր Հայաստանից գնացած մտավորականները, գրեթե բոլորը, եւ այդ տան դռները միշտ բաց էին Հայաստանից եկած հայերի համար, մտավորականների համար, այդ թվում նաև Համով Սահյանը, որը իր կոշիկները թողել է Սասունի տանը, եւ այդ կոշիկները մնացել են Սասունի տանը որպես հիշատակ։ Անկեղծ ասած, այսօր մեր հաղորդմանը մենք հրավիրել էինք նաև Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, սակայն հարգելի պատճառով մայստրոն բացակայում է, բայց փառք Աստծո, որ կա տեսագրություն, դեռ 18 տարի առաջ Միացյալ Նահանգներում կատարված մի տեսագրություն, որտեղ Ռուբեն Մաթևոսյանը կարծիք է հայտնում Սասուն Պասկևիչյանի մասին, եւ ինչպես ինքը ասաց, այսօր էլ մնում է այդ կարծիքին։ Խոսել Սասուն Պասկևիչյանի մասին ինձ համար եւ հաճելի է, եւ պարտավորեցնող եւ բավականին դժվար։ Ինչու, որովհետեւ իմ անցած ստեղծագործական ճանապարհին լավ երգահանների եմ հանդիպել մեր Անգուլյանից մինչեւ վերջին հեղինակները։ Ներքին մի ցանկություն ունեի, որ հետաքրքիր է այդ հեղինակը կհիշի, որ ես էլ եմ երգիչ եւ ինձ համար էլ երգ գրի։ Եվ շատ չանցավ մոտավորապես 1 ամիս ինձ ֆիլհարմոնիայի Հայաստանի ֆիլհարմոնիայի երաժշտական բաժնի խմբագրներից մեկը Տիկին Օլյան զանգահարեց ինձ տուն եւ խնդրեց, որ ես լսեմ մի ստեղծագործողի, որը շատ գեղեցիկ երգեր է երգում։
գրում եւ ինքն էլ երգում է։ Մենք միասին հյուրընկալվեցինք ուրեմն մի երիտասարդի մի մարդու, որը ինժեներ էր։ Երբ ինքը երգը ներկայացրեց, իսկ ինքը շատ հետաքրքիր ակորդեոն էր նվագում եւ ինքն էլ երգում էր, ինձ շատ դուր եկավ կատարումը, եւ ասացի, վայ, ինչ սիրուն երգ է, ես կերգեմ այդ երգը։ Պարզվեց, որ այդ այն հեղինակն է, որի ստեղծագործությունը ինձ բավականին դուր էր եկել։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարյուրավոր հեղինակների կողքին, նաև Սասուն Պասկևիչյանին, որ ինձ նվիրեց գեղեցիկ երգեր։ Մեր երգը զուլալ է, այնպես ինչպես Կոմիտասյան երգը, ինչպես Արամ Խաչատրյանի սիմֆոնիաները, որ դարձյալ գրված են մեր ազգային երգի թեմաներով, ինչպես նաև այն բոլոր հեղինակների, որոնց թվում է նաև Սասուն Պասկևիչյանը։ Իհարկե միշտ էլ հաճելի է Ռուբեն Մաթեոսյանին լսելը եւ կարծում եմ, որ պատահական չէր, որ Սասուն Պասկևիչյանը նորից ուզվեց, բայց հիմա պիտի խոսենք եւս մեկ հրաշալի անհատականության եւ կոլեկտիվի մասին։ Խոսքս մեր ազգային նվագարանների պետական անսամբլն է, նրա գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը, հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, որը նույնպես մեր հաղորդման ցանկալի հյուրն է։ Շնորհակալ եմ, որ ներկա եմ այս գեղեցիկ միջոցառմանը։ Սասուն Պասկևիչյանը ես դեռևս 70-ական թվականներին չասեմ մտերիմ եմ եղել, բայց համագործակցել եմ մեր Անգուլյանի անվան վաստակավոր անսամբլի կազմում, երբ ես երաժիշտ էի այդ անսամբլում, իսկ Սասուն Պասկևիչյանը ոգևորված բերում եւ ձայնագրում էր իր նոր երգերը։ Այս վերջին տարիներին, երբ Սասուն Պասկևիչյանը վերադարձավ հայրենիք եւ իմանալով, որ կա ազգային նվագարանների պետական նվագախումբ, մենք մտերմացանք, սկսեցինք համագործակցել եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ բազմաթիվ երգեր եւ նվագախմբային ստեղծագործություն ունենք մեր նվագացանկում եւ հաճախ նվագում եւ կատարում ենք այդ հրաշալի մեղեդիները մեր համերգների ընթացքում։ Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն անգամ մի նոր ստեղծագործությամբ Սասուն Պասկևիչյանը ներկայանում է նվագախումբ եւ ես գիտեմ, որ ինքնանպատակ ինչ որ մի երգ չի ծնվել, այլ գիտեմ, որ հերթական սիրելի մեղեդին է ծնվել, որտեղ նրա բոլոր երգերն են շատ սիրելի եւ զարմանալիորեն մտնում են ժողովրդի հոգիները եւ դառնում նրանց սեփականությունը, այսպես ասեմ, եւ պատահական չի, այո, Սասուն Պասկևիչյանը մեծ ժողովրդականություն է վայելում այժմ իր գեղեցիկ ու կողտրիկ երգերով եւ վստահ եմ, որ դեռևս շատ ու շատ կգնահատվեն նրա երգերը, մեղեդիները, որտեղ մնայուն արժեքներ են դրանք բոլորը։ Պարոն Պասկևիչյան, հրաշալի երեխաներ ունեք, Տադևոսը եւ Սասնուին։ Ձեզ հետաքրքիր չի նրանց կարծիքը։ Նախ ողջունում եմ այս հաղորդաշարը եւ շատ ուրախ եմ, որ հյուրընկալ եք հայրիկիս
Ես ինձ շատ բախտավոր եմ զգում, որ ունեմ նման հայր, սիրում եմ բոլոր երգերը։ Ես ցանկանում եմ Սասուն Պասկևիչյանին իսկապես առողջություն, քաջառողջություն, եկած տարիների կյանք եւ նորանոր ստեղծագործություններ մեր հայ ժողովրդի համար։ Նախ ես եմ ուզում միանալ եղբորս խոսքերին եւ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հրավիրեցիք մեր ընտանիքին եւ մեր բոլոր մտերիմներին եւ ընկերներին այս հաղորդաշարին մասնակցելու համար։ Ես անկեղծորեն շատ հպարտ եմ, չեմ կարող նույնիսկ բացատրել ինչ եմ զգում ամեն վայրկյան իմ կյանքի, որ այսպիսի ծնողներ ունեմ, ինչպիսիք են Սասուն Պասկևիչյանը եւ իմ մայրը Գայանե Դավթյանը։ Շատ կարող եմ խոսել։ Ես ուղղակի իրոք ողջունում եմ այն բոլոր մարդկանց, մանավանդ իմ սերնդակիցներին, որոնք գնահատում են հայրիկիս երգերը, ստեղծագործությունները, քանի որ դրանք շատ մեծ մաս են կազմում մեր այսօրվա հայկական մշակույթի մեջ։ Նրանք ամեն մեկը իրոք ինքնատիպ են եւ յուրովի։ Ես միշտ առհասարակ հիանում եմ ուրիշ մշակույթներ այն երգերով, որոնք որ տարբերվում են մեկը մյուսից եւ ես շատ ուրախանում եմ եւ հպարտանում եմ, որ իմ հայրիկն էլ կարողանում է ամեն մի իր ստեղծագործությունը առանձնացնել, որովհետեւ ինքն է յուրահատուկ մարդ եւ կարծում եմ որ յուրահատուկ եւ օրիգինալ մարդու ստեղծագործություններն էլ պետք է լինեն օրիգինալ եւ Պապ ջան, ես եւ Թադևոսը շատ հպարտանում ենք քո ամեն արածի համար, քո ամբողջ արխիվի եւ աշխատանքների համար։ Շատ շնորհակալություն։ Պարոն Պասկևիչյան, դե հրաշալի երեխաներ ունեք եւ ճիշտ են ասում, որ դուք նաեւ մեծ ինքներդ մեծ երեխա եք, որ ամեն անգամ երբ լավ խոսքեր են ասում ձեր հասցեին դուք հուզվում եք, ես նկատեցի թե ինչպիսի ներքին այդպիսի հուզմուն կա, բայց գիտեք ինձ շատ ուրախացնում է, որ դուք ոչ միայն չեք վախենում մեր դասականների գործերին մոտենալ եւ ստեղծել հրաշալի երգեր, այլ նաեւ ի հայտ եք բերում երիտասարդ կատարողների մարդկանց, որոնք այնուհետեւ կարողանում են արժանիորեն այդ երգը ներկայացնել հանրությանը։ Քիչ հետո մենք կլսենք եւս մեկ հրաշալի կատարողի Համլետ Գևորգյանին, որի համար հատուկ դուք Համո Սահյանի բանաստեղծությունների համար գրել եք այդ երգը, Մայրս երգը, որը փաստորեն մի ինքնատիպ հեղաշրջում էր մեր երգարվեստում, բայց ինչպես է ձեզ հաջողվում գտնել նաեւ նման կատարողներ երիտասարդների մեջ։ Նախ իմ երեխաների մասին եթե ինձ հարցրեք թե ամենից շատ այս պահին ինչ կուզեի, ես կուզեի, որ իմ երկու աղջիկները, որոնք բնակվում են հիմա Ամերիկայում, Շուշանիկս եւ Վիկտորիաս այստեղ լինեին, բայց չգիտեմ, ճակատագիր է թե ինչ է, նրանք հիմա ապրում են Լոս Անջելեսում, դա թողնենք, դա ամենատխուր նոտան է ինձ համար։ Գալով երկրորդ մասին, երբ որ ես վերադարձա Հայաստան, դա 2002 թվականին էր, ես հերվից հեռու էի հետևում, թե ինչ է կատարվում մեր մշակութային կյանքում, հատկապես ինձ հետաքրքրում է երգարվեստը։ Երբ որ արդեն վերադարձա, արդեն սկսեցի ուսումնասիրել, թե ովքեր են երգում։ Եվ հանկարծ մեկ էլ տեսնում եմ էկրանների վրա մի անձնավորություն Համլետ Գևորգյան։ Ու անմիջապես կնոջս ասում, Գայանեն ասում, Գայանե, հլա լսիր, թե այս ինչ երգիչ է, սա ինչպես է կարողանում ոչ միայն մեկնաբանել, ոչ միայն մտնել երգի կերպարի մեջ, այլ կերպարն է իր մեջ տեղավորվում, սա ամեն մի երգչին տրված չէ, երգիչը պետք է կարողանա ոչ միայն հասկանալ երգի էությունը, բանաստեղծության էությունը, այլ կարողանա թարգմանը դառնալ այդ բանաստեղծության ու ավելի եւս երգի եւ հանկարծ կրկնվում եմ Համլետ Գևորգյան մի անձնավորություն։ Ինքս զանգ տվեցի իմ հրաշալի ընկեր Ֆելիքս Արամյանին, ասի մի հատ կարող ես գտնել այդ տղային։ Նա ասեց եւ մենք հանդիպեցինք Համլետի հետ։ Այնպես որ այս երգի մեջ Համլետի ծերագիրը, Համլետի էությունը նույնպես կա։ Եվ հուսով եմ, որ դեռ մենք Համլետի հետ շատ բաներ կկատարենք, գործեր կկատարենք։
ասում են Համլետը դա Շեքսպիրի հանրահայտ, հանճարեղ ստեղծագործություն չէ, դա պարզապես մի եղելություն է Համլետը, որում մարդկությունը գտնվում է իր ծննդյան առաջին օրվանից։ Այնպես որ մեզանից ամեն մեկը ինչ որ չափով Համլետ է, մեկը քիչ, մեկը շատ, ես կարծում եմ, որ դու իրոք մեծ Համլետների շարքին ես պատկանում, որովհետև միայն այդ երգի կատարման համար արժե որ մենք ունենայինք նման երգիչ։ Շնորհակալություն քեզանից։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ շեշտել, որ բախտ ունեցա Սասուն Պասկևիչյանի երգերը երգելու եւ շնորհակալ եմ, որ ինքը վերադարձավ հայրենիք։ Եվ այսօր ես կարծում եմ, թե հանդիսանում եմ երրորդ սերունդը իր երգերի կատարողներից։ Սասուն Պասկևիչյանի տարբեր երգեր եմ կատարում ու տարբեր ապրումներ եմ ունենում, որովհետև նա իր ստեղծագործական դաշտը ստեղծել է ամենայն դեպս իմ կարծիքով իբրև մի անտառ, ունդեղ տարբեր կենդանիներ կան։ Ունդեղ կարող ես շփվել իր երգի հետ, այսինքն շփվել եղնիկի հետ, սիրել եղնիկին ու պատտվել մի հատ ուրիշ երգի վրա, իր մեղեդային գծով ու դիապազոնով, որ կարծես վագրի հետ պետքա կռիվ տաս, մի խոսքով էսպիսի բազմազանություն։ Ճիշտն ասած, եւ հատկապես այսօր շատ քիչ ունենք նման ստեղծագործողներ, շատ քիչ ունենք նման ստեղծագործություններ, եթե ուզում ենք նույնակշիռ ստեղծագործություններ երգել, ապա բացում ենք նորից հին էջերը, մեծերի էջերը։ Շնորհակալ եմ Աստծուն, Սասուն Պասկևիչյան, որ դուք կաք ու մինչ այսօր մատուցում եք մեր սերունդներին այդպիսի ծանրակշիռ ուսուցանող երգեր։ Եվ պիտի շեշտեմ, որ կոնկրետ մայրս երգը իմ կատարողական կյանքում ամենայն դեպս ինձ համար հրաբուխ եղավ։ Այսինքն ես նորովի ներկայացվեցի ժողովրդի առաջ։ Շնորհակալ եմ։ Տանս ճրակն էիր և ծուխն էիր տանս, քոնը իմն էր, իմը քոնը հավիտյանս, մայրս դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, իմ տերությունն էիր և իմ երկիրն էիր, լրումն ու հիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Իմ կյանքի գինն էիր, իմ ծիրկաթինն էիր, դու իմ բաշինն էիր և իմ բակինն էիր, խառնված էիր, դու շնչին իմ էությանս, մայրս դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս
դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանը, իմ տերությունն էիր և իմ երկիրն էիր, լրումն ու դիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստան։ Հրաշալի կատարում եւ ուզում եմ խոսափողը տրամադրել Շորժ Դավթյանին, մի մարդու, որը շատ մոտիկից ճանաչել, երկար տարիներ մտերիմ բարեկամություն է արել Համո Սահյանի հետ, պարոն Դավթյան, ես կարծում եմ, որ հատկապես այս երգը ձեզ շատ ոգեհարազատ։ Երանի թե այսօր ներկա լիներ Համո Սահյանը եւ իմանար, որ Սասուն Պասկևիչյանը նաև իր տողերով գրում է հիանալի երաժշտություն։ Ես անկեղծ ասած ներկաներից շնորհակալ եմ նաև, որ բոլորն էլ խոսեցին Համո Սահյանի մասին, հիանալի արտասանեցիք դուք, նաև ոնց որ թե իմ ամենասիրած բանաստեղծությունը, որտև ես երևի այն մարդկանցից եմ, որ Համո Սահյանի այդ 20,000 տողը անգիր գիտեմ։ Հիմա Եվ նաև այդ արագիլների մասին ձեր մեկնաբանությունը, որովհետև մենք Սասունի հետ այդ թեմայի մասին խոսել ենք, որովհետև գիտեք ինչ, Համոյի բանաստեղծությունն ընդհանրապես բազմաշերտ է։ Եվ նա բանաստեղծություն չունի համարյա, որի տակ ենթատեքստ չլինի։ Եվ շատերը այդ արագիլները հասկացան, որ արագիլները գնացին եկան, այդ չերից դրա մեջ մեծ ողբերգություն կա։ Ես ուղղակի ուզում եմ ասել Համլետ ջան, նաև այն իմաստով, որ այսօր Պասկևիչյանի հետ կապված այս երեկոյում նաև Կարմիր թելի պես անցավ Համոյի ստեղծագործությունները, դրա համար շնորհակալ եմ։ Եվ վերջապես ես վերջերս հրատարակել եմ Համո Սահյանի քառահատոր բանաստեղծությունների առաջին ժողովածուն եւ նաև մի հանրագիտարան, որտեղ նաև բառահոտված կա Սասուն Պասկևիչյանի մասին ու նաև լուսանկարը Լոս Անջելեսում նկարված, որը սիրով տրամադրել էր մեզ այդ նկարը, եւ պիտի ասեմ, որ մեր լուսանկարչական բանում մեր կենտրոնում պահում ենք Համո Սահյանի 6-700 լուսանկար, այս մեկն էլ եկավ ավելացնելու այդ լուսանկար։ Ուղղակի ուզում եմ ձեզ հանձնեմ այդ գրքերը եւ հույս ունեմ, որ այդ գրքերում եղած բանաստեղծությունների վրա դեռ շատ երգեր են ծնվելու։ Սասուն Պասկևիչյանը հրաշք անձնավորություն է, շատ նուրբ անձնավորություն է, մեծ մտավորական է, շատ նուրբ է վերաբերվում բոլոր ընկերների նկատմամբ։ Ես չգիտեմ, ինձ թվում է, որ ասացված կա, գիտեք, գեղեցիկն է փրկում աշխարհը, բայց ինձ թվում է բարին է փրկում աշխարհը, որովհետև գեղեցիկը
գիտեք սուբյեկտիվ է մի փոքր, բայց բարի է մնում դա Սասուն Պասկևիչյան երևույթն է եւ Սասուն Պասկևիչյանը այսքան լավ բան ունենալով ունի մեկ թերություն, որը ինքը ընդունել է, երևի դուք եք ընդունեք, որ այդքան լավ մարդը պետք է գյումրեցի լիներ։ Մենք հպարտանում ենք Սասունով, ես ամուսինս հպարտանում ենք, մեր ընտանիքով հպարտանում ենք Սասունով, իր ընտանիքով, ցանկանում եմ քո ընտանիքին, քեզ առողջություն, առաջի հերթը, քեզ հաջողություն, ընտանիքիդ էլ ամենալավ բանը, ինչ որ ես կցանկանայի, իմ ընտանիքին ցանկանում եմ քո ընտանիքին։ Ես չգիտեմ, թե ինչու ինձ թողել ես, ուրիշին ես այժմ դու, միթե սերը այդքան կարճ էր, այդքան կեր, չէ որ պետք է սիրել մաքուր ու անկեր, ես կարող եմ հանդարտ ծխալ, բայց այրվել, ես կարող եմ քեզ սիրելով քեզ ատել, ես կարող եմ քո վշտերը ամոքել, բայց վարմունքդ երբեք չներ։ Շնորհակալություն այս գեղեցիկ անմոռանալի հատվածը հիշեցնելու համար, Համլետ։ Նախ այս երգը, որ հաղորդման ժամանակ ես ու Սասունը փորձեցինք կատարել, սա իմ պատանեկության տարիների եւ կարող եմ ասել բանակային տարիների սիրված երգն էր, ես մի ընկեր ունեի, գիտարով անդադ երգում էինք։ Եվ ես չգիտեի, որ ճակատագիր ինձ կարող է մի օր այդպիսի անակնկալ մատուցել եւ ես երջանկություն կունենամ այդ երգը երգելու եթերով հենց երգի հեղինակի հետ, որ ինձ համար իմ կյանքի այսպես ինչպես ասել, անմոռանալի պահերից մեկն էր։ Ես մի բան եմ ուզում ասել, Համլետ ջան, այսօր Սասունը շատ կազմակերպված, դու գիտեք, դիպված հաղորդման ժամանակ նա շատ իրեն կորցրել էր, հուզվել էր։ Եվ մի բան եմ ուզում, ուրեմն դիպվածի հերոսները դու գիտեք գալիս են, ինչպես նաև այս հաղորդման ժամանակ տեղյակ չեն, ով է, ինչպես, ինչ է կատարվել, միակ բանը, որի տեղյակ են, դա դիպվածի տեքստն է, որ պետք է գա եւ շակերտները բացան իրականում ինչ է տեղի ունեցել, այսինքն հերոսի դրվագներից մեկը կարևորագույն։ Դիպվածի տեքստը գնաց, եկավ Սասուն Պասկևիչյանը, նստեց եւ սկսեց լրիվ մի այլ դաշտից խոսել, այլ ոլորտից։ Հիմա եւ ինչից էր խոսում։ Երբ ես գնում էի Խոպան, ես այնտեղ ասում եմ Սասուն, մի վարքյան, Խոպանի մասին չի խոսքը։ Դիպվածի տեքստը հիշիր, նորից է ասում, երբ ես գնում էի Խոպան, հիմա եթե թույլ կտաս Համլետ ջան, հետո մոռացանք այդ մասին, Սասուն ջան, գոնե այս հաղորդման ժամանակ ինչն էր պատճառը, որ դու հաղորդման սկզբում փոխանակ դիպվածի տեքստի ճակերտները բացեիր, երբ ես գնում էի Խոպան, հնարավոր այսօր ինչ որ այդ դրվագը կարևոր, երբ գնում էի Խոպան, բայց այդպես չհասկացանք։ Սասուն ուզեցել է ասել, որ ժամանակի ինչ է եղել է Խոպան չի։ Խոպան։ Իսկան բան։ Սասուն ջան, եթե կարել է իսկապես այդ Խոպան ինչ որ կարևոր դրվագ էր քո կյանքում, Խոպան էր գնում։ Եվ ես շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար, որովհետև որքան շատ լինեն հաղորդումները նման հայերի մասին, այնքան մենք հայերս կհարստանանք եւ չենք կորցնի մեր ազգային դիմանկարը։ Շնորհակալություն։ Սիրելի բեկամներ, դե հասկանում եք, որ ժամանակը շատ աննկատ անցնում է եւ չես էլ հասցնում այն ամեն ինչ պլանավորել ես հաղորդել հեռուստադիտողին։ Բայց հրաժեշտից առաջ ես ուզում եմ, որ պարոն Պասկևիչյանը իր խոսքը ասի բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են մեր ծրագիրը։ Ձեր ուղղակի հարցին ես անուղղակի պատասխան եմ տալու։ Եվ երկնել է ծնվում հանգարցակի, գիտեք։ Այս պահին ես մտածեցի երևի մի բան եմ ասի, որ ով է ամենա դժբախտ եւ ամենա երջանիկ մարդը։
ամենադժբախտ մարդը իմ կարծիքով ամենահարուստ եւ միայնակ մարդիկ են։ Երբ որ ունեն այդ հարստությունը, բայց միայնակ են ու չեն կարողանում վայելել։ Իսկ երջանիկ մարդիկ նրանք են, ինչպես ասում են, որ ավելի երջանիկ են նա, ով ավելի շատ կարողանում է այդ երջանկություն պատճառել մարդկանց։ Այսօր եթե մենք այստեղ հավաքվել ենք ու երջանիկ պահեր ենք ապրում, սա իմ կյանքի երջանիկ պահերից մեկն է եւ ես շատ ուրախ եմ այս պահին բոլոր մարդիկ ովքեր ներկա էին, իսկ նրանք կարող են չտեղավորվեին նույնիսկ մեր Արամ Խաչատրյանի համերգասրահը, պարզապես այս պայմանները մեզ ստիպեց այս փոքր կազմով։ Բայց քանի որ այս հաղորդումը դիտվում է նաև Հայաստանում եւ նաև մեր սփյուռքաբնակ հայրենակիցների մոտ, նրանք ովքեր որ իրենց լավ կզգան այս հաղորդումից, ես երջանիկ եմ նաև դրանով։ Ոստի քանի որ երաժշտական տերմինով այս հաղորդումը մոտենում է իր կոդային իր ավարտին, ես կուզենամ շնորհակալություն հայտնել բոլորին, բնականաբար առաջի հերթին քեզ եւ դու եմ խոսում, որտեղ մենք շատ վաղուց հին մտերիմներ ենք, այնպես որ այս հաղորդումը ես չեմ վերագրում հաղորդում ինչ-որ անձնավորության Սասուն Պասկևիչյանին, այլ այն մշակութային կոպիտ ասած արտադրության, եթե դա մնա որպես ժառանգություն, դա կլինի իմ երջանկության մի մասը։ Եվ մարդիկ եթե այդ երգերը, որոնք Աստծո կողմից ինձ տրված շնորհքը դառնում են երկերու հաղորդում են եւ մարդիկ իրենց լավ են զգում, ես այդ չափով արդեն երջանիկ եմ։ Միաժամանակ ուզեմ անհրաժեշտաբար իմ մեղք բառը երախտագիտություն, չէ, ես չգիտեմ թե ինչ բառ է հայտնել իմ ծնողներին, հորս եւ մորս, Թադևոս եւ Վիկտորիա Պասկևիչյաններին, որոնք իսկապես փոքրից իմ մեջ ներարկեցին հայի եւ ոգին եւ էությունը եւ ես փորձում եմ գոնե մի փոքր մասով վերադարձնել իմ ծնողներին եւ իմ ազգությանը, իմ ազգին։ Շնորհակալություն Համլետ ջան։ Երախտապատ։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, դե եկել է հրաժեշտի պահը եւ ես նույնպես մեկ անգամ եւ շնորհակալություն եմ հայտնում մեր ծրագրի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս պահին մեզ հետ էին։ Եվ իհարկե Սասուն Պասկևիչյանին, որի հետ հավատացեք ցանկացած հանդիպում միշտ էլ հետաքրքիր է ու հրաշալի։ Մենք ինչպես մեր բոլոր հյուրերին, այնպես էլ նրան կրկին ասում ենք. բարի վերադարձ կամ նորից բարև։ Կհանդիպենք այսօր այսքանը։